Պատրաստելու եմ քնաֆայով համեղ աղանդեր, առաջին անգամն եմ պատրաստում, ինձ համար էլ է շատ հետաքրքիր ինչպես կստացվի եւ համեղ կլինի, թե ոչ, խոստանում եմ անկեղծ ասել։ Ինձ անհրաժեշտ է քնաֆա, դե հավանաբար բոլորդ արդեն գիտեք, թե դա որն է։ Քնաֆեն այսպես առանձնացնելուց հետո դրա վրա լցնում ենք հալեցրած կարագ։ Եվ սկսում ենք այսպես խառնել։ Եթե դուք արևելյան քաղցրավենիքներ սարքելու գործում հմուտ եք, ապա հանգիստ գրեք ինձ ինչն եմ սխալ անում այս աղանդերը պատրաստելիս, որովհետև ես ինքս սովորում եմ իհարկե եւ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ինձ ուղղորդեք եւ սովորեցնեք։ Հիմա սարքում ենք օշարակը, շաքարավազով եւ ջրով։ Այս ընթացքում կտրատում ենք ընկույզը։ Միջին չափի կտրատած ընկույզին ավելացնում ենք դարչին, շաքարի փոշի, մեր պատրաստած օշարակից եւ վարդի ջուր։ Հիմա վերցնում ենք այս փանքեյքի կամ թխվածքների համար նախատեսված տարան, հատկապես ով երեխա ունի, բոլորի տանը կա։ Հիմա դնում ենք միջուկը եւ փակում ենք հաջորդ շերտով եւ լավ սեղմում ենք։ Դնում եմ 180 աստիճան տաք ջեռոցը, այնքան մինչև լավ կարմրի։ Ոյ գեղեցկուհիներ ջան։ Եվ հիմա օշարակը զգույշ լցնում ենք մեր աղանդերի վրա։ Սեղմեք զանգի կոճակը։ Սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը։ Իսկ ես կարծես թե գոհ եմ ինձանից։